Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունիսի 17-ն է, չափազանց կարևոր հաղորդում ունենք մենք այսօր, քանի որ քիչ առաջ տեսա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ազգային ժողովում, շատ հետաքրքիր, չափազանց նյարդային հայտարարություններ էին դրանք, եւ միանշանակ ես պետք է այստեղից ասեմ այն, ինչ չեմ ասել, կարելի ասել երբեք բաց այս բոլոր հայտարարություններին ես իր աջակցում եմ, քանի որ այս հայտարարություններով իրական հնարավորություն է ստեղծվում, որ ի վերջո Հայաստանում հեղափոխությունը կայանա։ Այդ նյարդային հայտարարությունների մեջ կա արդարություն, կա արդարության զայրույթ, կա հասարակության արդարության զայրույթը եւ պահանջը եւ հայկական պետականության պահանջը։ Ասեմ այն, որ ես գտնվում էի Հայաստանում, այսօր առավոտվանից Հայաստանում էի եւ վերադառնալուց սահմանին, մինչեւ սահմանապահներին մոտենալը, ինձ ԱԱԾ-ի աշխատակիցը մի պահ մոտի վրա կանչեց իր մոտ, պահանջեց անձնագիրս, հարցրեց ազգանունս, հարցրեց թե ես Հայաստանի քաղաքացի եմ թե չէ, եւ ինչ որ մեկի հետ շատ արագ կապվեց իր բարձրախոսով։ Միանգամից հասկացա ինչի մասին է խոսքը, երիտասարդը ես էի այդ մեքենայի մեջ եւ դրա համար ուշադրությունը միանգամից սևեռվեց իմ վրա եւ ես պետք է ասեմ շնորհակալություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին եւ պետական մարմիններին, որ այսպիսի կարևոր գործ են իրականացնում սահմանի վրա։ Շատ պարզ էր ինձ համար, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հիմա բացահայտում են բոլոր նրանց, ովքեր որ գնացել եւ մասնակցել ընտրություններին, հիմնականում ընտրակաշառքների դիմաց։ Հարկ ու պատիվ այդ մարդկանց եւ միանշանակ ես աջակցում եմ նրանց գործելավոճին։ Հիմա սիրելի հայրենակիցներ, կարևոր է անդրադառնալ Փաշինյանի հայտարարություններին։ Եվ ես պետք է միացնեմ իր հայտարարություններից մի քանիսը, որպեսզի մենք կարողանանք քննարկել եւ հասկանալ, թե հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Փաշինյանը սկսել է իրերը կոչել իրենց անունով այնպես, ինչպես չէր կոչում իրերը իրենց անունով 18 թվականից, այսինքն 18 թվականից հետո մենք սպասել ենք 8 տարի, որպեսզի Փաշինյանը կոչի իրերը իրենց անունով, լիարժեք կոչի իրերը իրենց անունով, մեր սպասելիքին համապատասխան։ Եվ ես ասեմ իմ հստակ տպավորությունը, որ Հայաստանում 37 թիվն է լինելու բոլոր նրանց համար, ովքեր որ պետական դավաճան են, ովքեր որ օտար երկրների հանձնարարությամբ գործունեություն են ծավալել քաղաքական Հայաստանում, ովքեր որ օտար պետությունների հրահանգով լրատվամիջոցներ եւ հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի պետական համակարգի նկատմամբ, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ապա կողմնորոշվելով դեզօրիենտացիայի ենթարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Վերջապես այս պահը գալիս է, ես ամենայն անկեղծությամբ շատ էի սպասում այս պահին եւ միանշանակ, քանի որ ահա այսպիսի հայտարարություններ անում Փաշինյանը, իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Ահա այս հարցում ես միանշանակ իր կողքին եմ եւ կոչ եմ անում Հայաստանի հասարակությանը, բոլոր նրանց, ովքեր որ հետևում են մեր ալիքին, անպայման տեր կանգնել հեղափոխությանը։ Ավելի ճիշտ հիմա սկսվող հեղափոխությանը։ Ասեմ ավելին, որ ես Հայաստանում որևիցե պաշտոնյայի կամ այնպիսի մարդու հետ չեմ հանդիպել, որը որ խորհուրդ կտար ինձ, ահա այսպիսի հաղորդում ձեզ համար այսօրվա օրը պատրաստել սիրելի հայրենակիցներ, բայց տեսնելով հստակ այս հայտարարությունները Փաշինյանի, հենց նոր եմ տեսել այս հայտարարությունները, հստակ հասկացա մեկ բան, որ հասունացել է այն պահը, կամ իրոք պետք է հաղթի հակահեղափոխությունը, կամ հեղափոխությունը մենք բոլորս միասին, որը որ կիսատ մնաց 2018 թվականին բոլորս միասին պետք է հասցնենք ավարտին։ Այնինչ երազել ենք 2018 թվականին եւ չի իրականացել մինչեւ օրս, եւ դրան խանգարել են արտաքին ուժերը նաեւ, ինչ այլոց այդ մասին խոսեց նաեւ Փաշինյանը, հստակ մատնանշելով այդ արտաքին ուժերը, ահա այդ արտաքին ազդեցությունը ջախջախելով, որից որ կաշկանդված էր նաեւ ինքը Նիկոլ Փաշինյանը, հիմա բացել է, հիմա կարծես
ձեր բազատվել է այդ բոլոր կապանքներից, քանի որ մենք հյուսիսից շնորհավորանք չստացանք եւ ելի երևի թե բարեբախտաբար շնորհավորանքներ չստացանք, ինչպես բարեբախտաբար արգելեցին հայկան ապրանքների մուտքը Ռուսաստան, որովհետեւ հիմա մեզ համար Եվրոպան է բացվում, եվրոպական շուկան է բացվում, ելի բարեբախտաբար չշնորհավորեցին եւ Փաշինյանը ահա այսպիսի քաղաքական ոչ է որթեգրելու։ Ես հույսով եմ, որ ինքը հետընթաց չի անելու եւ չի էլ կարողանա անելու այսպիսի հայտարարություններից հետո, որովհետեւ նրանից միանշանակ կպահանջվի։ Նրանից կպահանջենք մենք բոլորս ու ես անձամբ, ով այս պահին հայտարարում է, որ իր այդ բոլոր հայտարարությունների կողմնակից է եւ աջակից, եթե չհետևի այդ հայտարարությունների միանշանակ ես կդառնամ իր ամենամեծ հակառակորդը, հիշեք իմ խոսքերս։ Իսկ հիմա իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում Փաշինյանի խոսքերին։ Լսենք այսօրվա իր ելույթը։ Այս ընտրությունները հետևյալի մասին են, մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ։ Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ծառուկյանի թալանվածը վերադարձված չի։ Մենք դժվարություն ունենք ժողովրդին բացատրելու, թե ինչպես է պատահել, որ կալուգացի օլիգարխը տասնյակ հեղափոխությունից հետո 8 տարիների ընթացքում շարունակել է մանկապարտեզներից դպրոցներից հոսանք գողանալ, ինչպես է դա հնարավոր եղել։ Այս սրա մասին է, այս ընտրությունը սրա մասին էր։ Եվ ընտրությունը նրա մասին էր, որ եւ դրա պատճառը էլի եմ ասում, երեք մի կտոր ասցի ինչն էր եղել դրա պատճառը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ այդ մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ, որոնց հետ կապված մենք շատ զգուշ եւ կաշկանդված ենք եղել։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, այս ընտրությունը եւ ընտրություններում երեխաների ակտիվությունը ինքը առաջաբերել նոր հեղափոխության օրակարգ։ Հեղափոխություն, որտեղ թավիշը պետքա բացառվի։ Որովհետև մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչի Ռոբերտ Քոչարյանի եւ իր շրջապատի հարսը, փեսեն, աներձակը բոլորը դատավորներ են Հայաստանի Հանրապետությունում միջև հիմա։ Դժվարություն ենք ունեցել։ Որովհետև անընդհատ իսկ ինչ են, որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար։ Որովհետև մենք մտածել ենք, որ այնուամենայնիվ համակարգեր կան, որոնք եւ մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Չկա ուրիշ տարբերակ։ Ես դրա համար եմ ասում, սա պարզ ընտրություն չի։ Սա հիմա կամ նորից հեղափոխությունը նոր թափաստանում կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Էս է մեր ընտրությունը։ Որովհետև ասում եմ, հələ լավ է, մենք այնքան ինստիտուցիոնալ կարողություն ունենք, որ այդ ընտրակաշառքների մի 10%-ը տեսանելի ենք դարձրել։ Բայց շատ կոնկրետ հանրապետականի 5 ցուցակները, հանրապետական ԲՀԿ 5 ցուցակները հանել են եւ ընտրակաշառք են բաժանել եւ փառք ու պատիվ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր հիմա ձայնագրություններից հետո բազմաթիվ քաղաքացիներն ասել են մենք փող չենք վերցնի։ Եվ մենք փողով չենք քննարկի, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության պետականության սյունն են։ Ովքեր չեն վերցրել փող։ Ես պաշտոնապես ասում եմ, աչքաչափով էլ երևում, որ այդ երրագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացած ձայներ են։ Փողով ստացած ձայներ են։ Եվ այս խնդիրը պետք է լուծվի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Ընդ որում մենք չենք կարող ասենք, դե գիտեք, եկեք դե նայենք, էս պետք է արագ ռեակցիաներ լինեն։ Պետք է հեղափոխական ռեակցիաներ լինեն։ Եվ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ուղիղ նայում եմ ձեր աչքերի մեջ եւ ասում եմ, մենք գնալու ենք այս ճանապարհով։ Եթե համաձայն չեք այս ճանապարհի, դուրս եկեք փողոցներ, կանգնեցնեք մեզ։ Մենք ձեզ ենթակա ենք միշտ, մենք ասել ենք, դուք ինչ որոշենք, մենք անող ենք։ Մենք գնալու ենք այս ճանապարհով։ Ես կոնկրետ անձնապես անում եմ, գնալու եմ քրեա օլիգարխան ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհով։ Եթե համաձայնեք, զբաղվեք ձեր գործերով, մենք այդ ամեն ինչ չկանենք։ Եթե համաձայն չեք, դուս եկեք փողոց եւ արեք հեղափոխություն։ Արձագանք։ Տեսակ սիրելի հայրենակիցներ, որքան կարևոր հայտարարություն է սա եւ շատ հստակ թիրախային հայտարարություն է։ Բաց շատ հստակ ձևով ասում է, որ դրանք ունեն արտաքին
հովանավորներ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այլևս կաշկանդված չպետք է լինի իրենց դրանց արտաքին հովանավորներով։ Էլի մի շատ կարևոր ելույթ լսենք եւ հետո շարունակենք մեր հաղորդումը։ Ասում են, բանը, ասում են ընտրությունները կեղծվել են։ Ոնց ընտրությունները կեղծվել են ու այս դատարկա այս տեղերը։ Տենց բան դուք պատկերացնում եք, ընտրությունները կեղծել են եւ դատարկա այս տեղերը, եւ հանրապետության խորհրդանում այդ հարցը չի քննարկվում։ Ընտրությունները տեղ են բանա եւ ասենք բանին այն մարդուն, որ 2013 թվականից մինչև մի հացադուլա անում, ուրիշ երկրի նախագահի մայք են հագցնում են տանում ընդեղ, ասում դու այստեղ հացադուլա արա, մենք գնացինք խաշ ուտելու։ Ընտրությունները կեղծվել են եւ հանրապետության հրապարակները դատարկեն, այդ ում ձայնն է կեղծվել։ Ում ձայնն է կեղծվել եւ ոնց տենց բան հնարավոր է։ Ես կարծում եմ, ում ձայնն է կեղծվել, որ հիմի տանը հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին։ Այդ տեղայեք դուրս արեք։ Ձեր հետևորդների ձայնը կեղծվել, դուք տանը վեր ընկած եք։ Մարդկանց դուրս արեք փողոց։ Քաբաբ եք ուտում։ Հա, ու բանը ձայները կեղծված են հաջորդ օրը օթանավակայանում եք հայտնվում։ Մենք ընդդիմադիր չենք եղել, ձայները որ կեղծված են եղել, մենք հաջորդ օրը չամադաններս հավաքած օթանավակայանում ենք եղել։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ, դուրս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան հրապարակներ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով։ Այդտեղ ամեն ինչ կավարտվի։ Չնայած այդ ամեն ինչը ավարտվել է։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է, դուրս եկեք։ Ես կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ։ Որտեւ հաջորդիվ դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի եւ ձեր ընտրակաշառքների միջոցով։ Եվ ես առաջնորդնելու եմ այդ մարդկանց։ Այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք։ Այդ ժամանակ դուք կտենաք ինչ է նշանակում ոչ թե սիրո եւ բանի համերաշխության եւ թավշա հեղափոխություն, այլ կտենաք ինչ է նշանակում իսկական հեղափոխություն։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ով ասում է, որ մենք ձայն ենք կեղծել, դուս եկեք հրապարակներ։ Եվ տանը վեր ընկած այդ լիդեր կոչվածներին կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ, դուրս եկեք ստեղ տենանք ով եք դուք մի հատ։ Եկեք ստեղ, ինչի է ձեր նստատեղերը դատարկ։ Ահա տեսակ սիրելի հայրենակիցներ, Փաշինյանի շատ կոշտ եւ էմոցիոնալ հայտարարությունը։ Եվ միթե չի կարելի աջակցել այս հայտարարությանը։ Ես անձամբ որպես հայ մարդ, որպես խիղճ ունեցող մարդ, միանշանակ միանում եմ այս հայտարարություններին եւ գաղափարներին, քանի որ մեր եթերներից հենց ես եմ նման կոչեր հնչեցրել։ Բայց շատ կարևոր է, չափազանց կարևոր է, որ հիմա եթե 37 թիվը սկսվում է եւ այն պետք է սկսվի այդ ռուսահպատակ օտար երկրյա գործակալների նկատմամբ, որպիսի հայկական ժողովրդավարությունը չխաթարվի, այն չպետք է սկսվի նաև մնացած ուժերի նկատմամբ, մնացած ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որոնք որ ռուսական կամ օտար երկրյա գործակալներ չեն։ Այդ ամենը չպետք է սկսվի նաև այն լրատվամիջոցների նկատմամբ, ովքեր որ արտաքին ազդեցության գործակալներ չեն։ Եթե դա շարունակվի այդ ուժերի նկատմամբ նաև, ապա միանշանակ ես Փաշինյանին այդ հարցում ոչ թե աջակցելու եմ, այլ ճիշտ հակառակը առաջիններից մեկն եմ լինելու, ով դեմ է դուրս գալու Փաշինյանի քաղաքականությանը, բայց հենց հիմա կրկին մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ այս քաղաքականության ամենամեծ կողմնակիցներից մեկն եմ։ Եվ համոզված եմ, որ բոլոր այն ուժերը, ովքեր որ կաշառք են բաժանել ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ պետք է պատժվեն։ Բոլոր այն ուժերը, որոնք որ արտաքին ուժերի հորդորներով քաղաքականություն են իրականացրել եւ իրականացնում են, պետք է միանշանակ պատժվեն Հայաստանի Հանրապետությունում։ Կարող ենք շատ երկար շարունակել այս հաղորդումը հենց այսպիսի թեմայով, բայց ես առաջարկում եմ անպայման անցնել նաև ուրիշ հարցերի։ Ինչպես ասեցի, անցնենք հաջորդ կարևոր թեմաների քննարկմանը, որոնք որ միանշանակ այս հայտարարությունների հետ ես տեսնում եմ, որ կապ ունեն։ Երեք պարզ դարձավ, որ հանուն հանրապետության կուսակցությունը առաջիկայում դիմելու է սահմանված կարգով
սահմանադրական դատարան։ Արման Բաբաջանյանը տեղեկացրել է, որ մենք վիճարկելու ենք ոչ միայն քվեարկության արդյունքները, այլև այն քաղաքական, իրավական եւ հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքները ձևավորվել են։ Եվ սա շատ ճիշտ է։ Ինչ պայմաններում է Սամվել Կարապետյանը ստանում այդ կարծես 24%-ը, չէ՞։ Կամ ինչ պայմաններում է Ռոբերտ Քոչարյանի ուժը ստացել իր տոկոսը, կամ ինչ պայմաններում է ԲՀԿ-ն ստանում իր տոկոսը։ Միթե վիճարկելի չէ այս ընտրությունը։ Այս ընտրությունները իմ կարծիքով իրոք որ պետք է վիճարկվեն։ Կրկնեմ, ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները արել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր, որպեսզի ընտրությունները չկեղծվեն։ Մեկ բան իմ դուրս չի եկել եւ ասել եմ հստակ, որ այդ ուժերի մասնակցությունը ընտրություններին չի կասեցվել, բայց հիմա որքան հասկանում եմ անպայման կկասեցվի այդ ուժերի գործունեություն, անպայման կասեցվելու է այդ ճանապարհով կարծես թե գնալու է Փաշինյանը եւ անպայման պետք է կասեցվի, սրանք դատարկ խոսքեր չպետք է լինեն։ Այսօր էլ հակակոռուպցիոն կոմիտեն նոր տեղեկություններ է հրապարակել, լավ որ ամեն օրվա ռեժիմով հակակոռուպցիոն կոմիտեն ահա այսպես աշխատում է եւ տեղեկանում ենք, որ տվյալներ են ստացվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների ազգային ժողով ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ աջակցելու հավաքագրելու պայմանով եւ մենք տեղեկանում ենք, ահա որ Բարգավաճ Հայաստանը բաժանել է ընտրակաշարք։ Դրանից բացի վերջին թարմ տեղեկություններով ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացու Դավիթ Ղազարյանը զրկվել է անձեռնմխելիությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Նույն տեղեկություններն ենք ստանում նաև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ եւս կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը, որ քրեական գործ հարուցվի եւ նա կալանավորվի։ Անցելով մնացած հարցերին, որոնք որ կրկնեմ այս ամենի մաս են կազմում, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը էմբարգո է մտցրել Հայաստանի նկատմամբ, կարևոր է Financial Times բարբերականի հրապարակման անդրադառնալ, որի համաձայն Եվրամիությունը պատրաստում է շտաբ առևտրային օգնություն հատկացնել Հայաստանին, որպիսի չեզոքացվեն Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումների պատճառով առաջացված խնդիրները։ Եվրամիությունը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սանանդամթերքի եւ գյուղատնտեսական արտահանման հակագները։ Միջոցառումները կներառեն ռուսական արգելքի թիրախում գտնվող մոտ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասը, որոնց տարեկան արժեքը կազմում է մոտ 420 միլիոն եվրո, այսինքն 420 միլիոն եվրոնոց ապրանքների արժեք ունեցող ապրանքների մասին է խոսքը։ Մոտավոր օգնություն է պատրաստում Եվրամիությունը։ Բնականաբար այս հաղորդագրությունը չի կարելի հասկանալ այն կամ ընդունել այն այնպես, որ Եվրամիությունը 420 միլիոն եվրո է տրամադրում, ուղղակի այստեղ հստակ ասվում է, որ 20 ապրանքատեսակների 400 միլիոն եվրոնոց շուկայի ապրանք արտահանողներին օգնություն կտրամադրվի։ Կարևոր մեկ տեղեկություն եւս Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը բավարարել է հետսի գործով Հայաստանի կառավարության հիմնական միջնորդությունը։ Սա Սամվել Կարապետյանի գործով հետսի հարցին է վերաբերում եւ այստեղ էլ մենք ստանում ենք շատ կարևոր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի հիմնական միջնորդության մասին կարևոր տեղեկություն։ Եվ սա եւս վկայում է այն մասին, որ Սամվել Կարապետյանը նախողվում է նաեւ միջազգային կարևոր դատարաններից մեկում։ Կարևոր է կարծում եմ անդրադառնալ Սերգեյ Շոյգուի հայտարարությանը Հական Ֆիդանի հետ, որքան հասկանում եմ հանդիպման արդյունքներով, քանի որ երկուսի նկարն էր տեղադրված Telegram-յան ալիքներում եւ այս նախադասությունը կար։ Շոյգուն ասում է, որ նույնիսկ ամենադժվար ժամանակահատվածում Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձաբար ընդունելի լուծումներ են գտել միջազգային հրատապ հարցերի համար։ Այս հայտարարությունը ինձ նմանեցնում է սպեցօպերացիա 2-ը։ Ասում էր, որքան հաջողակ սպեցօպերացիա մենք իրականացրինք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի։ Չի հայտարարել է Շոյգուն նման բան։ Կա համացանցում, կարող եք ստուգել
ստուգել եւ այստեղ Շայգուն ասում է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան մշտապես իրենց համար ընդունելի փոխադարձ լուծումներ են գտել միջազգային տարբեր հարցերի շուրջ։ Եվ սա ասում եմ հատկապես նրանց համար, ովքեր որ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը թուրքական քաղաքականություն է տանում։ Տեսեք, ձեր մոնղոլոիդ թրքական արմատներով եւ արտաքին ունեցող Շոյգուն ինչպիսի հայտարարություններ է անում։ Եվ վերջում մեկ կարևոր եւ լավ լուր։ Այսօր արիք չանդրադառնանք միջազգային հարցերին, Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններին բավարարենք սրանով եւ այսօրվա մեր հաղորդումը ավարտենք կարևոր այն տեղեկությունով, որ Հայաստանում մեկնարկել է արծիվ գործընկեր 2026 զորավարժություններն են մեկնարկել եւ այն անցկացվելու է հունիսի 17-ից 25-ը։ Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը, շատ կարևոր է կրկին մեկ անգամ եւս նշել եւ ձեզ բոլորիդ հիշեցնել, որ այս տարի առաջին անգամ այդ զորավարժություններին մասնակցում են Ֆրանսիայի եւ Հունաստանի զինվորականները նույնպես։ Ճիշտ է, թուրքերը, ադրբեջանցիները եւ վրացիները միասին զորավարժություն են հիմա անցկացնում։ Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ ցանկանում են Վրաստանին ներքաշել իրենց զորավարժությունների մեջ, բայց ահա այսպիսի հետաքրքիր եւ շատ կարեւոր զորավարժություններ են հիմա տեղի ունենում Հայաստանում Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հունաստանի մասնակցությամբ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։